Հայաստանի կառավարությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ խստացնելու ավտոտրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների կարգը։ Այսօր լրագրողներին ասաց տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը, պնդելով, որ այս ուղղությամբ սկսել են աշխատել դեռ կես տարի առաջ։ Այս պայդրությամբ շրջանառության մեջ է, ոչ դեպքից առաջ բնականաբար, ուրեմն նոր օրենսդրություն կապված ուղևորափոխադրումների հետ, որը ենթադրում է ուրեմն մի փոքր ավելի վերահսկողություն այդ գործընթացների հետ կապված։ Լիցենզավորում դա չի կոչվում, դա մրցույթային արդյունքներով ուրեմն տրամադրվող իրավունք է ուղևորափոխադրում իրականացնելու։ Հայաստանում գործող կարգի համաձայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները պարտավոր չեն լիցենզավորվել, ինչն էլ նշանակում է, որ օրինակ տրանսպորտի և կապի նախարարությունը չի վերահսկում ոչ տրանսպորտի տեխնիկական, ոչ վարորդի առողջական վիճակը։ 2 օր առաջ Ռուսաստանի Տուլայի մարզում վթարի ենթարկված ուղևորափոխադրողը ևս լիցենզավորված չէր, պատահարի հետևանքով զոհվեց Հայաստանի 8 քաղաքացի, տուժածների թիվը շուրջ 5 տասնյակ է։ Այս պահին լիցենզիա գոյություն չունի որպես այդպիսին, դա իսկ ընկերությունը կատարում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում եւ զրկվելու ըստ էության բան չկա, սակայն եթե պարզվի, որ ընկերությունը, որը այսինքն ստանդարտ հետաքննական պրոցեդուրաներ են իրականացվում, եթե պարզվի, որ ընկերությունը ինքը կամ որևէ այլ պաշտոնյա պատասխանատվության պետք է ենթարկվի, ապա դա կիրականացվի։ Ինչ հետևանքներ դա կունենա, դա եմ ուզում հասկանալ։ Քրեական գործ է։ Լրագրող Հակոբ Կարապետյանը առնչվել է խնդրին, նշելով, որ իշխանությունները պետք է վաղուց ուշադրություն դարձնեին ոլորտում առկա բարձի թողի վիճակին։ Օրինակ բերեց, անգամ տոմս որպես այդպիսին չի եղել, ուղղակի վճարել ու գնացել է 2 ժամ ուշացած և գերծանրաբեռնված ավտոբուսով։ Կապանից եկավ 2-2.5 ժամ ուշացումով, գերբեռնված միկրոավտոբուս, վերևը նստատեղերի տակերը, ինչքան հնարավոր անցք կար, այնտեղ ուղեբեռներ էր դրված։ Данные транспортные средства признаны нашим Гостехнадзором как эксплуатироваться запрещено. Իդեպ առավոտյան Մոսկվայում ոստիկանությունը Երևան ուղևորվող 2 ավտոբուս տեղափոխել է հատուկ տարածք, արգելելով դրանց ճանապարհ ընկնել։ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ տեղզնման արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, հատկապես ավտոբուսների ղեկերի և արգելակման համակարգերի հետ կապված, իսկ վարորդները ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան լիցենզիաների և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով։ Վարորդները տարվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ցարիցինո շրջանի բաժանմունք և այժմ քննարկվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը, հաղորդում է գործակալությունը, չնշելով սակայն, թե որ երկրի ընկերությունը կամ ընկերություններն են իրականացրել ուղևորափոխադրումը։ Հայտնի չէ, արդյոք այլընտրանք առաջարկվել է ուղևորներին։ Վերադառնալով Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարին նշենք, որ այսօր գործադիրի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը կհոգա վիրավորների բուժման և զոհերի հուղարկավորման ծախսերը, մանրամասնելով, որ հարցը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։